Տիկին Բաթոյանի վերջին ձայն։ գործընկերներ, ուրեմն Երևան քաղաքում կա ծրագիր, հաշվի առնելով տվյալ հատվածի ծանրաբեռնվածությունը, որտեղ ունենք գլխավոր դատախազություն, որտեղ ունենք մի քանի նախարարություններ, Սպիտակ շենքի արդարադատության նախարարությունը, մի շարք այլ նախարարություններ, դիմացի հատվածում Վազգեն Սարգսյան փողոցի մյուս կողմում ունենք կենտրոնական բանկ, ունենք մեծ Ամերիա բանկը, ունենք մեծ բիզնես կենտրոններ, այլ բանկեր եւ նաեւ ունենք քաղաքապետարան, Երևանի քաղաքապետարան, որը նույնպես այդ հատվածի շահառունն է, կողքը Շիրակի հյուրանոցն է, էլի նոր ոնց որ շենքի կատլավան կա, որ նախատեսվում է որ կառուցվի, ստեղ այս հատվածում մենք լուրջ պարկինգի խնդրեմ ունենք, կանոնատեղի խնդիր ունենք, որը մեր Երևանի համայնքապետարանը 18 թվականից փորձում է լուծի ու մասնավորին ես գիտեմ որ պետք է լինի մրցույթ, որպեսզի մասնավոր այդ հրապարակում սարքի ստորգետնյա կանոնատեղի, ինչի շնորհիվ կլուծվի այս խնդիրը դատախազության համար, թե նախարարությունների համար, թե մեր քաղաքացիների համար։ Հիմա խնդրեմ մեր քաղաքապետարանի, Երևանի քաղաքապետարանի գործընկերներին, խնդրում եմ Երևանի քաղաքապետարանի գործընկերներին խնդրում ենք այս հարցով քայլեր ձեռնարկել, որպեսզի սկսեն մոտակա օրերին կամ ամիսներին կառուցման աշխատանքներ, որպեսզի այս հատվածում մենք ունենանք ստորգետնյա կանոնատեղի, քանի որ այդ հրապարակում գիշեր նախկինում թույլատրվում էր կայանելը արձանի Միասնիկյանի արձանի դիմացի հրապարակի մասին է խոսքը, այժմ չի թույլատրվում ու այս կոլապսը առաջանում է նաև դրանից։ Խնդրեմ, որպեսզի մեր գործընկերները գործունքայլեր ձեռնարկեն, որպեսզի այստեղ լինի կանոնատեղի ու մենք մեր դատախազության կամ մեր մյուս գործընկերներին անընդհատ ստիպված չլինենք տուգանելու մեխանիզմով Շատ լավ, տուգանելը չի, զուտ բանի վարչական այսպես պահանջը կիրառելու մասին է խոսքը։ Հիմա դուք խնդրում եք, խնդրել չի։ Ես գիտեմ, որ քաղաքապետարանը բազմաթիվ նախագծեր է քննարկում, օրինակ վերջերս Կասկադի նախագիծներ, այսպիսի բան հողային բաները։ Հիմա այդ ձեր ասած կանգառների հետ կապված բաները պետք է դարձնեն իրականություն, որտեղ կանգառի խնդիրը օր-օրի ավելի սրվում է, որտեղ մեքենաների քանակը շատանում են, ճանապարհների թողունակությունը խիստ սահմանափակ է եւ առաջանում են խնդիրներ։ Պարոն փոխնախարարը ուզում եմ մի փոքր արձագանք, նոր Տիկին Բաթոյանի ձայն կտամ, խնդրեմ։ Պարոն Քոչարյան, քննադատություններին չեմ անդրադառնա, իրականում ուղղակի պարոն Մանուկյանը ստեղ չի ուղղակի պետք է հուսահատեցնել, որտեղ 3 կետերում չի, որ երկրորդ, երրորդ գիծ կանգնում են, այո, խնդիրը առկա է եւ քաղաքի մյուս վայրերում նույնպես մենք ունենք այսպես իրավիճակ եւ կողմ եմ պարոն Սարգսյանի դիտարկմանը, որ հարցը պետք է ունենա ֆունդամենտալ եւ ինստիտուցիոնալ լուծում եւ ամեն անգամ մենք բարեկով այս հարցը սա մեր համար է եւ նաեւ հաջորդ լուծումը պարոն Սարգսյան ճիշտ է նախ պետքա պայմաններ լինեն որպեսզի տրանսպորտային միջոցները մարդիկ կարողանան կանեն եւ առանց իրենց կամքից այսպես ասած կամ մտածելով որ դե թքած այդ խախտման արձանագրության վրա ես լավատուգանվեմ բայց այս պայն հասցնեմ իմ գործը նաեւ մենք մեր մյուս նախագծերով եւ մյուս պրոյեկտերով առաջարկում ենք տեսածքման համակարգի ուժեղացումը որը հնարավորություն կտա առանց բարեկնի ինքնաշխատ կերպով տրանսպորտային միջոցը ֆիքսել, նկարել, ուղարկել քաղաքացուն եւ ասել, որ դուք տուգամել եք։ Կարծում եմ քաղաքացիների մոտ, վարորդների մոտ սա կձևավորի այն մշակույթը, որ իրավախախտում պետք չի անել եւ ինքը անխուսափելիություն պատժի չի ունենալու, քանի որ համակարգը մեր ասած ուրիշ բան, ձեր ասածը 100% ճշմարտություն է։ Պարոն Սարգսյանի ասածը 100% ճշմարտ, բայց ես ասում ենք, այս պահին ինչ կարելի է անել։ Ընդհանրապես երկու հասցե ենք ասում, որտեղ ամենաուժեղ ուժային կառույցների շենքերն են։ Լավ, այդ կառույցների ղեկավարները կարան, չէ՞, ասեն իրանց աշխատակիցներին։ Ես ուրախ եմ, որ դուք ասում եք, բայց խնդրեմ, կարճ ռեպլիկա Տիկին Բաթոյան հաջորդ։ Պարոն Քոչարյան, ես նորից ուզում եմ վերադառնալ մեր նախագծին, տեսեք, քանի դեռ կանգառն արգելված վայրում կայանելը տուգանվում է 5000 դրամով, որը տեսախցիկով ստանալու դեպքում, email-ով ստանալու դեպքում դառնում է 4000 եւ 15 օրվա վճարելու դեպքում դառնում է 2800 դրամ, բոլորը կանգնելու են։ Եվ տեսախցիկների շատանալը հարցը չի լուծելու, դա դառնալու է պարկինգի վճար, կլինի առաջի գիծ, երկրորդ գիծ, երրորդ գիծ, չորրորդ գիծ եւ տուգանելը հարցը չի լուծել, որտեղ փողոցը փակ է, հարգելի գործընկերներ։ Մեզ բաց փողոց է պետք, ոչ թե տուգանել 100, 200, 300 հոգու։ Թող մետրոյով տեղաշարժվեն մեր լավ ման ավտոբուսներով, վերջի վերջո հեծանիվ քշեն, ոդկով
ջրվեժերով, այն ինքնագլորներով, ու թող ծիծաղելի չթվա, մենք էլ օրինակ ես շատ հաճախ ոդկով գնում եմ կառավարություն ստեղից, թեև ջրվեժից դժվար է ոդկով ինձ գալ։ Իսկ մենք նաև պետք է այդ խրախուսենք։ Ես նորից վերահաստատում եմ, որ մենք պետք է այդ ամեն ինչը անենք, այս Դրա համար ծնվել է այս փաստաթուղթը դրա զուգահեռ, որը կդառնա իրականություն։